Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտարկող եւ գնահատող միջգերատեսչական խորհրդի նիստը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության ղեկավար կազմն ու միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, այդ թվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ռազմավարությամբ առաջին անգամ մեկտեղվում եւ փոխլրացվում են հանրային անվտանգության եւ հանրային առողջապահության բաղադրիչները, ապահովելով խնդրի առավել ամբողջական եւ համակարգային հասցեագրում։ Անդրադառնալով կատարված աշխատանքներին Արփինե Սարգսյանը նշել է, որ մի շարք ուղղություններով առաջընթաց կա, բայց կարևոր է միջոցառումների բովանդակության ամբողջ ծավալով իրականացման տեմպերը գնահատելով ոչ գոհացուցիչ։ Կարևորելով միջոցառումների իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների վրա կենտրոնանալը, նախարարն ընդգծել է ըստ լուծման ուղղությունների յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող արդյունքների հստակեցման անհրաժեշտությունը։ Նախարարը նշել է, որ իրական պատկերի գնահատման եւ համակարգված առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ է շահագրգիռ գերատեսչությունների միջև կառուցողական համագործակցություն։ Այդ համատեքստում անդրադառնալով հասարակական կազմակերպությունների դերակատարմանը, Արփինե Սարգսյանը նշել է, որ ռազմավարությամբ սահմանված արդյունքներին հասնելու համար կարևոր նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների նախաձեռնողականությունը։ Կարևորվել է նաև բնակչության իրազեկման բաղադրիչը։ Խորհուրդն արձանագրել է, որ իրականացվող միջոցառումները դեռևս լիարժեք չեն համապատասխանում ռազմավարությամբ սահմանված բովանդակային պահանջներին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել իրազեկման ձևաչափերը, դրանք դարձնելով առավել բազմաշերտ, գործնական եւ տարբեր թիրախային խմբերի համար հասանելի։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է ներքին գործերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների համատեղ աշխատանքը, ընդգծելով, որ իրազեկման միջոցառումները չպետք է սահմանափակվեն միայն հանցավորության կանխարգելման բաղադրիչով, այլ պետք է ներառեն նաև առողջապահական, կրթական ուղղությունները, պետք է հաշվի առնել զինված ուժերի փակ հաստատությունների առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրազեկման միջոցառումների բովանդակության եւ մեթոդաբանության մշակման գործընթացում ներգրավել համապատասխան մասնագիտական ներուժ, այդ թվում հոգեբանների, սահմանվել է վերջնաժամկետ։ Անդրադարձ է կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քրեական վարույթների ընթացքին դրանց արդյունավետության գնահատմանը։ Խորհուրդն արձանագրել է, որ պետք է վերլուծվեն 2025-2026 թվականների քրեական վարույթների վիճակագրական պատկերը արդյունավետության գնահատման վերաբերյալ կոնկրետ եւ թիրախային վերլուծությունների հանգելու համար։ Քննարկվել է իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրվածության ընթացքին վերաբերող հարցեր։ Ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցված աշխատանքը։ Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից՝ իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև 6 ամսով, եւ իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան 6 ամսով։ Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում եւ միանգամից քվեարկության օրը հունիսի 7-ին ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Երկրորդ պարագայում անձը պետք է փոխանակի իր անձնագիրը եւ դա պետք է անել արդեն այսօր։ Փոխանակված անձնագրով անձը կարող է հանգիստ քվեարկել։ Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել եւ տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կրկին կարող է մասնակցել ընտրություններին։ Բայց այստեղ կա նաեւ երրորդ սցենար, երբ անձը ստացել է քաղաքացիություն եւ երբևէ դեռևս չի անձնագրավորվել։ Պետք է խնդրենք մինչեւ քվեարկության օրը անպայման հասցնել ձեռք բերել անձնագիր, որովհետև դա նախապայման է քվեարկությանը մասնակցելու համար։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազգային ժողովի ընտրությունների դեպքում ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը տեխնացուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից, ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրակաշարք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ընտրակաշարք տալը մինչև 8 տարի ազատազրկմամբ։
Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է ազատ ընտրությունից, քո ձայնը վստահություն է, ոչ թե վաճառքի առարկա։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 21-ին ժամը 20:25 Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ իրավապահները կանգնեցրին Mercedes մակնիշի մի մեքենա։ Ձերբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձեցին դիմել փախուստի, նրանցից մեկը վերին պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը նետեց թմրանյութով փաթեթը։ Նաև Մայրաքաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, իսկ Mercedes-ը պահպանվող հատուկ տարածք։ 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա և կանեփի սերմ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ նետած փաթեթում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող տեղնականաչավուն զանգված։ Երկուսն էլ ձերբակալվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Մայիսի 11-ին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված 11 գողության վերաբերյալ հաղորդումներ, ընդ որում բոլոր դեպքերում էլ տարել էին կողային հայլիների ապակիներ ու թողել Տելեգրամյան նույն հասցեի հղումով թերթիկներ։ Հաչափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են, որ ավտոմեքենաներից գողությունները կատարել են Երևանի բնակիչներ 23-ամյա երկու երիտասարդ և 17-ամյա մի պատանի։ Մայիսի 22-ին նրանցից երկուսը հայտնաբերվել և ներկայացվել են դատարան։ 23-ամյա երիտասարդի նկատմամբ խափանմամիջոց է ընտրվել տնային կալանք, իսկ 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն ու բացակայելու արգելք։ Ձեռնարկվում են միջոցառումներ 23-ամյա մյուս երիտասարդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Եթե անձը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ցանկանում է ժամանել եւ մասնակցել քվեարկությանը, ինչ պետք է անի։ Երկու կարևոր գործողություն ունի իրականացնելու տվյալ անձը։ Պետք է ստուգի իր հաշվառումը, պետք է ստուգի իր անձնագրի վավերականության ժամկետը, կամ պարզապես անհրաժեշտ է ստուգել նախնական ցուցակները, որոնք արդեն հրապարակված են։ Եթե անձը չի հայտնաբերի իր տվյալները նախնական ցուցակներում, ապա կամ հաշվառման խնդիրն է պետք կարգավորել, կամ անձնագրի։ Երկու դեպքում էլ արդեն գործելու ժամանակն է։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է հավաքին մասնակցելուն հարկադրելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Մայիսի 25-ին ժամը 1-ից 3-ը փակ է լինելու Արձնի օդանավակայան, Նոր Գեղի բնակավայր, Երևանյան խճուղի, Եղվարդի խճուղի, Երևանի Հալաբյան փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը։ Ժամը 1-ից 7-ը փակ է լինելու Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց ճանապարհահատվածը։ Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28-ը միջոցառման ավարտը։ Ժամը 1:30-ից 7-ը սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում։ Ժամը 3-ից 7-ը փակ է լինելու Ամիրյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Ագաթան Գեղոսի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Արգիշտիի փողոց, Աթենքի փողոց հատվածը։ Ժամը 2-ից 3-ը փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց, Ագաթան Գեղոսի փողոց հատվածը։ Մայիսի 26-ին ժամը 7-ից 15-ը սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա, Մհեր Մկրտչյան փողոց, Խորենացու փողոց, Իտալիայի փողոց, նախկին մայրաքաղաքային գնդի տարածք հատվածը։ Ժամը 10-ից 15-ը փակ է լինելու Քրիստափորի փողոց, Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկից Աթենքի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Ագաթան Գեղոսի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Արգիշտիի փողոց, Աթենքի փողոց։ Մայիսի 27-ին ժամը 7-ից 12-ը ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակին հարող մի շարք փողոցներում՝ Զաքյան փողոց, Ամիրյան փողոց, Աբովյան փողոց, Արամի փողոց, Նալբանդյան փողոց, Սախարովի հրապարակ,
Մելիք Ադամյան փողոց, Տիգրան Մեծ Ագաթանգեղոս Խաչմերուկ, Բեյրութի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Իտալիայի փողոց, Խորենացի փողոց, Ագաթանգեղոսի փողոցն ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։ Մայիսի 28-ին ժամը 7-ից 15-ը փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ Տիգրան Մեծ պողոտա Քրիստափոր Խաչմերուկ հատվածը մինչև մայիսի 29-ը ժամը 1-ը։